Դուք դիտում եք «Ապրենք առողջ» հաղորդումը 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ Էրեբունի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Արգիշտի Մարգարյանին։ Բարև ձեզ Տաթև ջան, շատ շնորհակալ եմ ձեզնից հյուրընկալության համար։ Ուրախ եմ, որ այստեղ եմ Ու վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Վստահ եմ, որ հետաքրքիր զրույց կունենանք եւ շնորհակալ ենք հնարավորության համար քննարկելու եւս մեկ թեմա, որը որ շատ հետաքրքիր լինի մեր կանանց։ Որ ամենակարևորն է լինի արդյունավետ, որտեղ ցանկացած բարագայում ես ասում եմ, եթե հաղորդումը դիտելուց հետո գոնե մեկ մարդ կախված թեմայից, կարևորի իր առողջությունը եւ դիմի բժշկի ու ստանա համապատասխան բուժօգնություն, մենք կարող ենք ասել, որ հաղորդումն իսկապես իր առաքելությունը կատարել է, որովհետեւ մեր նպատակն է հնարավորինս քիչ բացի թողի դեպքերի հանդիպելը, հա։ Միանշանակ։ Եվ այս համատեքստում այսօր ուզում եմ խոսենք միոմաների մասին։ Կարծում եմ ձեր պրակտիկան բավականին շատ հանդիպող երևույթ, նաև երևույթ, որի մասին համացանցում անընդհատ քննարկումներ են լինում։ Մեկը մյուսին փորձում է նաև խորհուրդներ տալ, բայց դրանից խուսափելու համար, այսպես ասած, առաջին ձեռքից ուզում ենք ստանալ ինֆորմացիա։ Նախ սկսենք նրանից հասկանալու համար ինչ է միոման եւ ինչից է այն առաջանում։ Շատ լավ, շատ հետաքրքիր թեմա է, սիրով քննարկենք։ Միոման արգանդի պատի մկանային շերտից առաջացող բարորակ գոյացությունը։ Բարորակ գոյացություն, այո։ Միոմաները գինեկոլոգիական հիվանդությունների մեջ ըստ տարածվածության մեծ տեղ ունեն։ Մոտավորապես 30% դեպքերում կանանց մոտ հայտնաբերվում է միոմատոզ հանգույցները եւ նշեմ, որ միոմաների բարորակությունը մեզ համար, այսինքն բարորակ լինելը առավել ավելի լավ է պացիենտների հետ շփվելու եւ նրանց բուժելու եւ ինչպես նաեւ վիրահատելու համար։ Միոմաները տարբեր տեսակի են լինում։ Կարելի է միոմաներից խոսել, չեմ ուզում շատ տերմիններով խոսել, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Մենք ունենք միոմաները, որ առաջանում են արգանդի վրա, ասենց ասած, լինում են արգանդի պատի մեջ, լինում են արգանդի խոռոչում, այսինքն իր աճը գալիս է դեպի արգանդի խոռոչ եւ ունենք տեսակ, որը որ արգանդից դուրս է գալիս, աճը արգանդի պատից դուրս դեպի որովայն։ Իսկ ինչու այն առաջանում։ Առաջացման հստակ պատճառ չունենք, դեռևս բացահայտված չի, բայց ունենք նախատրամադրող գործոններ, որոնք որ մեծացնում են տոկոսային հավանականությունը, որ տվյալ դեպքում կառաջանա միոմա։ Դրանցից նշենք ժառանգական նախատրամադրվածությունը, եթե ամենտեղ կա, այո, եթե մենք կնոջ մոտ քննարկենք մոտ հարազատների մոտ միոմայի հավանականությունը կամ առկայությունը, ինքը տոկոսային հարաբերությամբ ավելացնում է սերունդներում առաջացող միոմատոզ հանգույցները։ Միոմատոզ հանգույցների առաջացման եւս մեկ պատճառ դա հորմոնալ ֆոնն է, այսինքն հորմոնալ դիսբալանսը։ Նշեմ նաև, որ միոմաներ կարող են առաջանալ ուշ ծննդաբերող կանանց մոտ, նախատրամադրող գործոնն է, կարող է առաջանալ քաշի ավելացման դեպքում, նախատրամադրող գործոնը։ Հիմա շատերը զգաստացան։ Շատերը, այո։ Քաշի ավելացումը շատ կարևոր է եւ շատ պետք է հետևել դրան, հատկապես կանայք, նույնիսկ չայնա տղամարդիկ։ Բոլորը։ Նախատրամադրող գործոնները շատ ազդեցիկ են եւ իրենք ապացուցում են մեզ, որ այո, իրենք լիարժեք աշխատում են, որ տվյալ պաթոլոգիան չվերանա։ Իսկ տարիքը։ Տարիքը կապ ունի։ Հիմնականում միոմատոզ հանգույցները առաջանում են ռեպրոդուկտիվ տարիքում, այսինքն մանկածնման տարիքում, որ կինը ենթակա է տվյալ շրջանում մանկածնման ֆունկցիա կատարել։ Նշեմ նաև, որ քանի որ արգանդը համարվում է մանկածնման օրգան, այսինքն ռեպրոդուկտիվ օրգանն է, ինքը եթե չի ծառայում իր նպատակին, իր հյուսվածքները, իր ամբողջ կառուցվածքային ֆոնը հորմոնալ դիսբալանսի ֆոնի վրա կարող են բերել միոմաների առաջացման։ Ու ոչ միայն միոմաների, այլև գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների։ Սա է պատճառը, որ ժողովուրդն ասում է կինը որքան շատ է ծննդաբերում, այնքան ավելի առողջ է։ Այո, միանշանակ տենց է։ Հիմա մեր պրակտիկայում մենք տեսնում ենք, որ բոլոր
հիվանդություններն են երիտասարդացել, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունները, այո, մենք նույնպես տենց ենք կարծում եւ տենց ենք տեսնում, որ քիչ մանկանծնման ֆունկցիան կատարած կինը ավելի շատ է բախվում գինեկոլոգիական խնդիրներին, քան շատ ծննդաբերած կանայք։ Այստեղ մտածելու առիթ ենք տալիս բոլոր կանանց։ Այո։ Եվ լավ, ուրախ լուրերով սպասում ենք։ Ուզում եմ նաև ախտանիշներից խոսել, որովհետև շատ հաճախ միևնույն ախտանիշները տարբեր խնդիրների մասին են խոսում։ Բայց կան արդյոք այնպիսի ախտանիշներ, որոնք կարծես թե հատուկ են հենց միոմաներին։ Այո, իհարկե կան։ Ես ձեզ ասեմ, միոմաների ախտանիշներից այսինքն սկզբից խոսենք, որ կապված է միոմատոզ հանգույցի տեղակայումից, կախված է միոմատոզ հանգույցի չափերից եւ ըստ իր տեղակայության, ըստ իր չափերի ինքը կարող է ունենալ տվյալ ախտանիշները, ենթադրենք լինի առատ երկարատև դաշտաններ, մենոմետրոռագիաներ լինի, այսինքն լինի միջդաշտանային արյունային արտադրություն, ընդհուպ մինչև արյունահոսության, որը կարող է բերել նաև անեմիաների, անեմիա առաջանա կնոջ մոտ եւ ախտանիշներից կարող ենք խոսել որովայնի չափերի մեծացումը, կլինիկա էր դիմել, մեզ էր դիմել մի կին, որը որ չուներ որևիցե առողջական խնդիր, միայն բողոքում էր քաշի ավելացումից։ Իրան թվում էր, թե որովայնի չափերը մեծացել են քաշի ավելացման պատճառով։ Զննության արդյունքում պարզվեց, որ կնոջ մոտ հայտնաբերվեց հսկա միոմատոզ հանգույց, որը որ մակարդակը փոքր կոնքից սկսած հասնում էր մինչև թրաձև ելուն։ Այսինքն ասածս այն է, որ որովայնի չափերի մեծացումը, այո, դրանից դաժե մեծ, որովայնի չափերի մեծացումը նույնպես ախտանիշ է, որ կարող է միոմատոզ հանգույցի առկայություն լինել։ Իսկ կարող է ախտանիշ չլինել եւ լինել։ Միանշանակ, կարող է նաեւ ախտանիշներ չլինել, դեպքեր են լինում շատ, երբ պացիենտը բուժառուն հերթական հետազոտության ժամանակ բուժառուի մոտ հայտնաբերվում է միոմատոզ հանգույց։ Ինչի՞ չի ինքը դրսևորվել, որովհետեւ դա նույնպես կախված է իր չափերից, ուրեմն չափերը փոքր են, տեղակայումից, այսինքն ինքը արգանդի կամ պատի հաստության մեջ է, կամ պատից դեպի դուրս է։ Եթե խոռոչում լինի, միանգամից գանգատները կտեսնենք։ Այսինքն ամեն ինչ այդ ախտանիշները եւ ամեն ինչը ենթադրենք կարող ունենա ծանրության զգացողություն, դեպի փոքր կոնք ձգող ցավեր, կարող է ունենալ նաեւ բերել ինչերի, կարող է բերել միզարձակման խանգարման, այսինքն հանգույց այնքան մեծ լինի, որ ճնշի միզապարկը, կարող է հակառակ ուղղությամբ աշխատել, ճնշել աղիները եւ առաջացնել փորկապության նշաններ։ Առաջին հայացքից որևէ կապ չունեցող, բայց իր մեծ չափերը, այո, իր մեծ չափերը եւ իր տեղակայումը հարակից օրգանների նկատմամբ ճնշվածությունը ուղիղ կապ ունի, ոնց որ դուք նշեցիք։ Ինչպես նշեցիք, միոման բավականին տարածված խնդիր է գինեկոլոգիայում եւ սա էլ շատ կանանց տալիս է իրավունք, ճակերտավոր ասած, դե բոլորն ունեն կգնանք էլի բժշկի, միևնույն է որ բժշկությունը այնքան է զարգացել, սրա ժամանակ է լուծում ունի։ Եվ արդյունքում մենք արդեն հանդիպում ենք բարդացած դեպքերի հետ։ Ուստի հիմա ուզում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն, որ ունեն խնդիրը եւ հետաձգում են, նշեք այն բոլոր բարդությունները, որոնք կարող են լինել, որպեսզի գոնե առավոտյան արդեն բժշկի մոտ լինենք։ Շատ լավ, ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող ինչպես նաև աղջիկներին եւ կանանց, նշելը, որ միոմատոզ հանգույցների առկայությունը անպտղության պատճառ է, ելի ըստ տեղակայման եւ ըստ չափերի, ինչպես նաև կարող է կայացած հղիության դեպքում բերել վիժման, դա նույնպես ապացուցված փաստ է միոմաների դեպքում։ Այո, դա արդեն բավական պատճառներից մեկն է։ Ինչպես նաև մի քիչ առաջ նշեցի, որ միոմատոզ հանգույցների ամենատարածված ախտանիշներից մեկն է արյունահոսությունը, որը որպես բարդություն, եթե կինը արյունահոսում է եւ չի դիմում կլինիկա, կարող է առաջացնել արյունահոսության դեպքում
կզարգանա անեմիա, այսինքն արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը կիջնի, արդեն բուժառուի մոտ կսկսվի ինքնազգացողության վատացում, կսկսվի թուլություն, գունատություն եւ արդեն իսկ ինքը ստիպված կդիմի իր բժշկին կամ մոտակա կլինիկան։ Ասածս այն է, որ չհասնի դրան այդ ամեն ինչը։ Բարդություններից կարող ենք խոսել նաեւ միոմատոզ հանգույցների նեկրոզի մասին, այսինքն սնուցման խանգարման մասին։ Այդ դեպքում միոմատոզ հանգույցը կորցնում է իր սնուցումը անոթային ֆոնի վրա եւ որը կարող է դառնալ արդեն իսկ արգանդի պատռման բարդություն, ներքին արգանդության, այո, այս վերջերս դիմեցին մեզ մարզից մի կին դիմեց, որի մոտ արկա էր ծնվող միոմատոզ հանգույց, այնքան էր մեծացել ծնվող միոմատոզ հանգույցը, որ մեծանալու հաշվին ինքը արգանդից դուրս էր պրծել, այսինքն դուրս էր եկել եւ առաջացրել էր արգանդի արտաշրջում եւ պատռում, որ առաջացել էր ներքին արյունահոսություն։ Մենք տիկնոջը վիրահատեցինք, ասեմ որ գիշերվա ժամ էր, հերթապահության ժամանակ էր, բայց վիրահատեցինք կնոջը, ճիշտ է ինքը երիտասարդ էր, բայց տվյալ ախտորոշումը եւ տվյալ վիճակը կլինիկական դեպքը տարավ նրան, որ մենք իր արգանդը հեռացրեցինք եւ արդեն ռեանիմացիոն ծառայության ենթարկվեց կինը, ռեաբիլիտացիա եւ ինքը նոր առողջ դուրս գրվեց հիվանդանոցից, ու դա օրինակ է եւ դեպք է, որին որ պետք չէ հետևել եւ նմանվել։ Ախտանիշներն ի հայտ գալուն պես պետք է դիմել բժշկի, իսկ եթե ախտանիշներ չկա, պարտադիր պետք է հետազոտվել։ Խոսենք նաև բուժման մասին։ Ինձ համար գոնե բոլոր զրույցների ամենակարևոր հարցը սա է, որովհետև ուզում եմ լսել, որ կա լուծում, ուզում եմ լսել, որ կա բուժում։ Շատ լավ բուժում կա։ Ունենք վիրաբուժական բուժում եւ ոչ վիրաբուժական բուժում։ Ոչ վիրաբուժական բուժումը իր մեջ ներառում է դեղորայքային ազդեցություն հորմոնալ ֆոնի վրա։ Ունենք ժամանակակից մեթոդներ, որոնցով կատարվում է միոմայի սնուցման խանգարման ստեղծում, դա միոմայի սնուցող անոթի էմբոլիզացիան է, որը որ տվյալ պահին արյան հոսքը դադարում է դեպի միոմատոզ հանգույց, ինքը մնում է նույն չափերին, բայց չի մեծանում։ Բայց ժամանակակից վիրահատությունը, որը որ մենք կատարում ենք, դա լապարասկոպիկ եղանակով միոմաների հեռացումն է, եթե միոմատոզ հանգույցը գտնվում է արգանդի պատի կամ արգանդի պատից դուրս աճող դեպի որովայնի խոռոչ։ Իսկ հիստերոռեզոկտոսկոպիկ միոմեկտոմիան կատարում ենք ներհեշտոցային ներարգանդային վիրահատության պարագայում, երբ որ միոմատոզ հանգույցը գտնվում է արգանդի խոռոչում։ Երկու պարագայում էլ միշտ հակված ենք կատարել օրգան պահպան վիրահատություններ, այսինքն բուժառուն հանգիստ դիմում է խնդիրը վերացնելու, ոչ թե օրգանը կորցնելու համար։ Միշտ տանում ենք նրան, որ կատարվի օրգան պահպան, հեռանա միոման եւ մնա արգանդը իր տեղում, կապված եւ ռեպրոդուկտիվ տարիքից եւ ինդիվիդուալ մոտեցումից, որ կանայք կան, մեր պոպուլացիան բաժանված է մի քանի խմբերի, կանայք կան, ովքեր որ ամեն պարագայում չեն ուզում հեռացնել արգանդը, կանայք էլ կան, որ դեռևս երիտասարդ տարիքում ձգտում են հեռացնել եւ բոլոր խնդիրներից զերծ մնալ, բայց դա այդպես չի։ Դե դարձան ինձ թվում է, որ պացիենտի որոշելու հարցը չի, այստեղ անհատական լուծումներ էլ կան, բայց եթե խնդիրը ավելի բարդ է, խնդիրը ավելի նեղ մասնագիտական խորհրդատվությունը բժշկի կարևոր է եւ ավելի ոգևորող։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կրկնվելու հավանականություն կա, հաշվի առնելով, որ պատճառներն էլ շատ տարբեր են։ Միանշանակ կրկնվելու հավանականություն ունենք, հատկապես այն դեպքերում, երբ որ հեռացնում ենք մի քանի հանգույցներ, այսինքն միոմեկտոմիաներից, տվյալ դեպքում միոմատոզ հանգույցների հեռացումից հետո մենք ունենում ենք կրկնման դեպքեր։ Ներկայումս եթե կինը չի պլանավորում հղիություն, այսինքն ռեպրոդուկտիվ ֆունկցիան կատարել,
Ժամանակակից մեթոդներից է նաև ներարգանդային պարույրը, որը պարունակում է դեղորայք, Միրենա է անունը, որի օգտագործումը մեզ զերծ է պահում միոմատոզ հանգույցների առաջանալուց, իսկ եթե կա, նրա չափերի մեծացման համար։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք ունեցանք իսկապես ոչ միայն ինֆորմատիվ, այլ նաև ուղղորդող հաղորդում եւ բոլոր նրանք, ովքեր մտածում են, գնանք բժշկի թե չգնանք, որոշեն, որ մեկ անգամ կես ժամ հատկացնելը բժշկի մոտ այցելության համար երբեք ավելորդ չէ։ Շատ լավ, Տաթև ջան, ես էլ եմ նույնպես տենց մտածում, շատ շնորհակալ եմ, շատ լավ ժամանակ էր, հուսամ արդյունքը կունենա եւ Ես էլ եմ սրա։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստադիտողներ, ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս Էրեբունի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Արգիշտի Մարգարյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։